Եկեք հարցին նաև դիտարկենք Այսինքն չի լինի ոչ Սողոմոնի երրորդ տաճարը, ոչ իրենց բանը փրկիչը, Մաշախը, հա, ոչ մի չի լինի։ Էլ չեմ ասում Իսրայելի տարածքը 3 միաստվածություն դավանող կրոնների սրբավայրը, չէ, առանց Երուսաղեմ քաղաքը։ Այդտեղ եւ հուդայիզմը եւ քրիստոնեությունը եւ իսլամը ունեն սրբավայրեր, մեծագույն սրբավայրեր։ Գոնե իսլամի համար երրորդ սրբավայրը Մուհամեդ Մարգարեի ծնդավայր Մեքքայից եւ թաղմանվայր Մեդինայից հետո երրորդն է համարվում այդ Ալ-Աղսա մզկիթը։ Այսինքն սա ամեն ինչը հասկանում եք մարդկային քաղաքակրթությունը դրանից հետո լուրջ կորուստ է ունենում։ Այնպես ինչպես ժամանակին խաչակիրները երբ իբր Տիրոջ Հիսուսի գերեզմանը փրկելու պատրվակով մտան Եգիպտոս, ավերեցին, թալանեցին, վերջում են հայտնի գրադարանը, որը մեծ հաշվով իր ժամանակին հավաքած ամբողջ գիտելիքները մագաղաթներով պահված ուղղակի այրեցին։ Եվ այդ գիտելիքները մի քանի հազար տարվա ուղղակի ոչնչացվեց։ Հիմա սկզբունքորեն այստեղ ես չեմ բացառում, որ այս ամեն ինչը այստեղ նույն ձևով կրկնվի։ Հասկանում եք, այսինքն եթե մարդը ինքը համոզվել է, որ ճիշտը սա է եւ այդ ճշտից աճ ու ձախ չկա, իսկ ես առավել քան համոզված ասեմ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն համոզված է իր ճշմարտության մեջ։ Համոզել են սուրբ գրային իրողությունները, Թալմուդը, Թորան, համոզել են ռաբինները, որ ժամանակն է արդեն փրկչի գալու։ Եվ ինքը դրա համար տանի բոլոր անժեշտ քայլերը, որսի ժամ առաջ փրկիչը գա եւ այդ Սողոմոնի տաճարը կառուցվի եւ Գոգի եւ Մագոգի, ասենք, սա էլ ամենի բողոքական ճյուղը, այդ պատերազմը, այդել Հովանեսի ուրեմն գրքում է վերջին ժամանակների պատերազմը, որտեղ Հիսուսի երկրորդ գալուստն է, հա, 3.5 տարի ները գալիս է իշխում է, հետո Հիսուսն է, հա, Հիսուսի երկրորդ գալուստն է։ Հիմա անդեղ էլ, ասենք, Տրամպին եւ իր շրջապատին են համոզել, որ սա էլ է ժամանակներն է, որտեղ համադրվում է, էլի, ոնց որ վերջին ժամանակների կռիվներն է։ Հասկանում եք, այսինքն եթե մարդիկ իրենք որոշում կայացնող մարդիկ իրենք այս իրողությունների մեջ են ապրում, իրենք համ իրականությունից, համ բանականությունից կտրված են։ Չգիտեմ։ Հիմա եթե մարդը համոզում է, որ իսկապես է սա, ճիշտ է սա, հիմա գրած է, եւ ամեն ինչ նախապատրաստել, որպեսզի Հիսուսի երկրորդ գալուստը լինի։ Այդ մարդն էլ որոշում կայացնելու նման իրավունք ունի։ Դրա դեմը ո՞նց է սառնում։ Տխուր է, չէ՞, եւ ծանր է։ Եվ ամբողջ մարդկությունը, մարդկային քաղաքակրթությունը դառնա գերի սրանց ձեռքին։